Բարիգալուստ մեր պոդքասթ։ Այսօր մեր հյուրը մարդկության պատմության խորհրդանշական դեմքերից մեկն է, առաջին կին տիեզերագնացը Վալենտինա Տերեշկովան։ Շատ շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը, տիկին Տերեշկովա։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ, անչափ ուրախ եւ ոգևորված եմ այստեղ գտնվելու համար։ Եվ այսպես եկեք սկսենք, տիկին Տերեշկովա։ Ինչ զգացիք, երբ առաջին անգամ իմացաք, որ ընտրվել եք տիեզերք թռչելու համար։ Սա երևի թե ամենայուրահատուկ պատասխանն ակնկալող հարցերից է մեր այսօրվա փոդքասթի։ Իրականում շատ վեհ ու գեղեցիկ զգացողություններ եմ ունեցել, փորձեմ դրանք նկարագրել բառերով։ Դա միաժամանակ մեծ պատիվ էր ու հսկայական պատասխանատվություն։ Ես գիտեի, որ ոչ միայն ինձ է ներկայացնում, այլև բոլոր կանանց ապացուցելու համար, որ նրանք նույնպես կարող են նվաճել տիեզերքը։ Անչափ հետաքրքիր է, շնորհակալություն բովանդակալից պատասխանի համար։ Ձեր ուղևորությունը տևեց մոտ 3 օր։ Ո՞րն էր ամենահիշարժան պահը այդ ընթացքում։ Ամենահզոր պահերից մեկը երկիրը վերևից տեսնելն էր։ Այդ պահին հասկանում ես, որքան փոքր է մեր մոլորակը եւ որքան կարևոր է այն պահպանելը։ Դա աննկարագրելի է, ջերմ եւ ուզիչ միաժամանակ։ Շատերն ասում են, որ տիեզերական թռիչքը ոչ միայն գիտական, այլև հոգևոր ճանապարհորդություն է։ Ինչպես կբնութագրեիք դա։ Այո, համաձայն եմ, դա նաև հոգևոր փորձ է, երբ դու տեսնում ես երկիրը որպես միակ տուն բոլորի համար, հասկանում ես, որքան կարևոր է միասնությունը, խաղաղությունը եւ մարդկության հանդեպ սերը։ Ինչ դժվարություններ էին սպասվում ձեզ, որպես առաջին կին տիեզերագնացի։ Իհարկե, կային կասկածներ ու նախապաշարումներ։ Շատերը չէին հավատում, որ կինը կարող է հաղթահարել այդպիսի փորձություն։ Բայց ես ապացուցեցի, որ մեծ գործերը չեն սահմանափակվում սեռով, այլ փայլում են կամքով ու պատրաստակամությամբ։ Ինչ խորհուրդ կտաք երիտասարդ աղջիկներին ու տղաներին, ովքեր երազում են մեծ նպատակների մասին, տիկին Տերեշկովա։ Երազանքները պետք է վերածել գործողությունների։ Երբեք մի թողեք, որ ուրիշները սահմանափակեն ձեր հնարավորությունները։ Աշխատեք, սովորեք, եղեք համար, հաջողությունը անպայման կթակի ձեր դուռը։